Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6 ասեում։ Grill Express KTM ավանդական խորոված և ամերիկյան գրիլներ կարող եք պատվիրել նաև օնլայն։ Ընտրեք հավի, ձկան կամ մսային ցանկացած գրիլներ և պատվիրեք։ Արդեն շատերի կողմից սիրված յուրօրինակ համով գրիլները ձեր ճաշկերույթը կդարձնեն անմոռաց։ Grill Express-ը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Grill Express, դուք պատվիրեք, իսկ մենք սիրով կհարաքենք։ Շտակ արիգնակը լթատիկները սրբենք իմ կանդ իմ ուրախություն Իրանը իմանայր ինչքան եմ քեզ սիրում Ինչ է յաներում հորոտ կեզ։ Ես ինչ կատակա։ Ահա և քո անակնկալը։ Ով ես։ Սովորեց Սրիկան։ Այդ Սրիկան հայրը դեր։ Սոնջան, ես խես լացում։ Կարևոր չի։ Ում համար կարևոր չի։ Իմ։ Ավելի գուրմի կրվի ես։ Հիմա որ Տիգրանը հարցներ, չի ավելի շուտ ինչ հարցներ, պրոստը տենց, մի անգամից կասեր, չէ։ Չէ։ Այդ մասին ես ոչ Տիգրանի ոչ էլ մեկ ուրիշ հետ չեմ ուզում խոսել։ Ախր այդ հավատանեմ, այ Սոնջան, տենց ոնց կլնի, աղբեր չունեցողն է լացի, իմ նման աղբեր ունեցողն է լացի, մենք ես վերջեր շատ ենք իրար հետ կրվում, ես դու գիտես չէ, քո ամեն մի հատ արցունք իմ համար, չգիտեմ, ոնց որ մի հատ մահ լնի, դու մտածում ես, որ քո համար իմ սիրտը չի ցավում, չէ, չէ, Սոն, ցավում է, շատ է ցավում, Իմացա տենամ ինչ է եղել ծավոտանը։ Մամա։ Երեխու հետ կապված։ Ջստոյիս ինչ է եղել։ Ոչ մի բան գոր ուղղակի։ Դեռ կարևոր չի։
Էլի են բայրով ես մտածում Սոն։ Ես չգիտեմ աղջիկոս հայրով։ Գիտես հեշտ է։ Որ իմանայինք էլ տալու ենք սպանեինք, Սոն ջան։ Ինչ եմ ասելու երեխաց։ Սոն, օրինակի համար գիտենք ով է։ Ինչ է իր անելու որ։ Չգիտեմ։ Մեծ հաճույքով կսպանի։ Բայց մեզ կողմից էլ ոչինչ չեմ կարող անել։ Գոնե որ աղջիկս հարցներ նման ահորը թե չէ ստիպված չի լինում ստել։ Դժվարագոր, շատ դժվար է։ Իմ մտածի Սոն ջան, երկրագունդը կլորա, չէ։ Մի օր հաստատ կգտնենք այդ աննասոնին։ Քրոջս ու ծնողներիցս հետ կատարվածից հետո ես չէի մտածում, որ երբևէ ինձ այսքան երջանիկ կզգամ։ Իսկ ես ինձ մեռած էի համ։ Տիգրան այնքան հետաքրքիր է, ես միշտ Մարիամին առանձնահատուկ ձևով եմ վերաբերվել, ինչ-որ հարազատ բան եմ զգացել։ Երևի մտածել ես, որ քո երկրորդ կեսին եմ աշխատել։ Չգիտեմ, հնարավոր է։ Ինձ թվում է երազի մեջ եմ։ Դու մեր երազի թագուհին ես։ Չէ, ես թագուհի չեմ։ Չէ, դու թագուհի ես, ավելի ճիշտ իմ թագուհին ես։ Հավատս չի գալիս, որ կյանքումս նորից գույներ կհայտնվեին։ Չես պատկերացնի ինչքան ունեի ես այդ գույների կարիքը։ Ես քեզ խոսք եմ տալիս։ Սրանից հետո միշտ քո գույները ավելանալու են։ Որոշել ես կյանքս հեքիաթ սարքես։ Չես հավատում։ Հավատում եմ։ Ես հեսա կգամ։ Ուր։ Հեսա մի րոպեից Ուր կգամ։ Տիգրան։ Ինչ արեցիր, զանգեցիր Տիգրանին։ Հա, բայց ոչ մի բան չի փոխվել։ Դաժե եթե ես ինձ իր ոտերի տակ մատաղ անեմ, հաստատ գլուխի նման հետ չի կանգնելու իր ասածից։ Այսօր իրիկունը արի, համ փողերդ հետ կտամ, համ էլ կխոսենք։ Եղավ, կգամ։ Տիգրան։ Ես քեզ։ Բայց ես գույների հետ չէի։ Ես էլ գիտեի դու դրանց հետ ես։ Գիտես չէ, ես փուչիկներ շատ եմ սիրում։ Ամանորին բոլորը սպասում էին տոնածառին, իսկ ես փուչիկներին։ Մեր տանը միշտ շատ փուչիկներ էինք փչում ամանորին։ Ես քեզ ասել եմ այդ մասին։ Չէ, ուղղակի ես զգացի ու մտածեցի ես քո տրամադրությունը կբարձրացնի։ Ապրես, շատ ուժեղ զգայարաններ ունես։ Շատ։ Ալո։ Տիգրան ջան, դու հիմա որտեղ ես? Ավելի ճիշտ կարաս հիմա գաստում։ Ինչի համար հոմաման վատ չի զգում։ Չէ, ուղղակի կարևոր բան կա խոսալու, եթե գործեր չունես արի տուն։ Լավ, կգամ։ Լավ։ Չես նեղանա, չէ, որ քեզ ճանապարհեմ ու ես գնամ։ Չէ, ես էլ հիվանդներիցս մեկին պիտի հետ գնամ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է, ուղղակի գործեր կան։ Լավ։ Արի ես քեզ կտանեմ։
Ես դու էլի վատ ես, մամ։ Իբր առավոտը լավ է, հիմա նորից հանկարծակի վատացա։ Ամբողջին արդերից սա։ Այդի չհամոզիր, մամ ջան։ Քո նյարդերից պինդ մեկ էլ չուգունն է։ Այ Գորին ջան, տաշ ես դու։ Չեմ հասկանում ում ես քաշել տենց, ոչ հայրդ այդպիսի, ոչ ես։ Մամ, ասում կարող է ինձ ելն հիվանդանոցում այդ գիժը անտեր փոխել։ Գոր։ Ինչ։ Մեծ աշխարհը կարալ, ինչի՞ չէ որ։ Ինչ եղավ, մամ։ Մեր սիրտը սա խառնում։ Երեք խելքդ էր մաղում, այսօր սիրտդ է խառնում։ Մամ, ասում եմ կարող է արագիլի մոմենտ կա։ Գորին ջարագիլ։ Այսինքն կարող է հանկարծ մենք ունենանք ապերի կամ փուրիկ, մամ։ Քժվել ես, Գորին չեր ես խոսում։ Ինչ, մամ։ Խելքդ մաղում է, սիրտդ խառնում է։ Вообще տենց բաները լում է, չէ՞ արագիլի գալու վաղտ։ Ինչ որ։ Գորդո երևի մոռացել ես, հա մենք քանի տարեկան ենք։ Չէ։ Քեզ ինչ է եղել որ մամ ջան, քո տարիքում մարդիկ նոր ամուսնանում են։ Վերջ։ Այդ մասին էլ չեմ ուզում խոսեմ։ Հորդ մոտ չգնա սենց հիմար բաներ դուրս տաս։ Այդ հնարավոր բան չի գոր։ Լավ մամ ջան։ Դու որ ասում ես, ուրեմն մի բան գիտես։ Մեր մեջ ասած այդ իմ սրտով էլ չի, դե թազախը ԺԲ, ԺՄ, ավեշ չկա։ Հիմա էլ արի այդ ձեների տակ քնի։ Գոյինք։ Գործենյակիցս դուրս արի թող հանգստանամ։ Չէ ստիպված կլինի շտապօգնություն կանչես։ Հոպ մամ ջան։ Նայ, դուս եմ գալի, ցավոտ անեմ։ Գնացի ես։ Աստղիկ, տեսա որ առնակը գնաց, հո չեք վիճել։ Չէ։ Բալես ախր առնակին նեղացնում ես։ Ինչի ես քեզ այդպես պահում։ Ինչի ես բոլորի նման չեմ։ Ինչ նկատի ունես։ Դու շատ լավ գիտես կաղալեն, որ նկատի ունեմ։ Բալես։ Դու առնակի հետ շատ երջանիկ կլինես։ Առնակը քեզ շատ է սիրում։ Կամ ուսնանաք, երեխաներ կունենաք։ Դա է երջանկությունը։ Ման բավարի աստափի, տարվի սլացի կառուցվածքով գեղեցիկ կանանցով։ Եթե շարունակես քեզ մի քիչ էլ էսպես պահել, հաստատ կհիասթափվի։ Չես ուրախանում, չես թողնում առնակն էլ ուրախանա։ Մամ, եթե առնակի համար իմ ապրումները կարևոր լինեին, ինքը կհրաժարվեր ճոխ արձանիկի գաղափարից։ Հա գիտեմ, որ ես սխալ եմ, գիտեմ, որ կոմպլեքսավորված եմ, ման, բայց ես այդպիսին եմ, ու թող ինքը ինք կարծիքը հաշվի առնի։ Բալես, ախր ինչի ես այդպես խոսում։ Եթե գիտես, որ դա չի իրականությունը։ Առնակը քո կարծիքը հաշվի առնում է։ Ուղղակի ուզում է իր մահացած մոր ցանկությունն էլ կատարի։ Ու դա շատ կարևոր է առնակի համար։ Ու եթե դու սիրում ես առնակին, ուրեմն քեզ համար էլ պիտի կարևոր լինի։ Այնպես մի արա, որ ինքը իրեն վատ զգա, հա։ Հա, մամ, ես կխաղամ։ Հա, ես սխալ եմ, կոմպլեքսավորված եմ, բայց մամ, ես չեմ կարողանում հաղթահարել իմ վախերը։ Մամ ջան, փորձել եմ, բայց այդ իմ ուժերից վեր է։ Տիգրան, եկար, արի։ Ճիշտ էիր ասում, որ մամայի հետ կապված չի։
Հա, բայց արի գնանք ներսում խոսենք։ Ստի։ Մտքովս ինչ ասես չանցավ արդեն։ Դու գիտես, որ Իզայի տղեն համել Ազատի տղեն է։ Հա, գիտեմ։ Լավ չեմ երկարացնի։ Նշանը ուզում է, որ երեխու ազգանունը փոխվի դառնա Շահվերդյան։ Ու դրա համար պիտի Արտաշիրիմում մարվի, ինչը բնականաբար ես թույլ չեմ տա։ Չնայած նշանել էր դրան դեմ, բայց ինքը իր մտածելով շատ կարճ լուծում է գտել դրա համար։ Ու այդ ինչ լուծում է։ Ինքը որոշել է երեխուն հայրություն ճանաչի, որ փոխի ազգանունը։ Ես ուզում եմ հասկանամ, թե ինձ ինչի ես այդքան ասում։ Ասացիր, որ շտապ խոսալու բան կա։ Դու նորմալ ես համարում, որ համ դու, համ Ազատի երեխեն կրեն Շահվերդյան ազգանունը։ Հա, բայց ես ինչ կարամ անեմ։ Միակ մարդը, որ կարա ինչ-որ բան անի, այդ դու ես։ Եթե նշանը ուզում է, որ Ազատին որպես իրա տղա, իսկ երեխուն որպես իրա թոռ ճանաչեն, ուրեմն քեզ պիտի որպես իմ տղա ճանաչեն, Տիգրան։ Ինչ ես ակնարկում։ Ես ուզում եմ, որ դու փոխես քո ազգանունը։ Վերցնես քո իսկականը, իմ ազգանունը, ու դառնաս Ավագյան։ Դու պատկերացնում ես ինչ ես ասում։ Չէի կարծում, որ սենց վատ կարձակամ քեզ։ Հարցը վատինը չի։ Ուղղակի ես երեխա չեմ, որ բռնեք իմ ազգանունը, հայրենունը փոխեք։ Տիգրան, քո երակներում իմ արյունն է հոսում։ Այդ կապ չունի։ Արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար։ Ու հետո էլ ես նշան Շահվերդյանին որպես ինձ հայր եմ ընդունում։ Ու այդ տենց հալնելու միջև կյանքիս վերջ։ Ասասակում։ Հենց նոր դուրս եկավ տնից, մի տեսակ նեղված է։ Իմացի ուր ա գնում զանգի։ Լավ։ Սեթ, դուրս ես գալիս։ Հա։ Ես էլ ուզում եմ գնալ Նազիկենց տուն երեխային տեսնել։ Ինչ-որ բան է եղել։ Չէ, ուղղակի շտապում եմ գործերում եմ։ Լավ, դու պատրաստվի, ես քեզ կտանեմ։ Գնամ պատրաստվում։ Մա։ Դու հələ բարկած ես։ Որ հիշեիր մի հատ դուրը կբացեիր կհարցնեիր։ Երեխու հետ էի մամ։ Դու առավոտը քեզ լավ էիր զգում։ Պապան էլ որ առանց բժիշկ կանչելու գնաց, ես էլ մտածեցի, որ լավ Սոնա, ես ինձ լավ չեմ զգում, ելի մի շարունակի։ Բայց տենց ոնց կլինի։ Զանգեմ պապային։ Չէ, Սոնա, ոչ մեկին պետք չի զանգել։ Հա, բայց պիտի իմանանք հետդ ինչ է կատարվում, թե չէ, մամա։ Բայց ինչ եղավ։ Էլի ա կամոց սենց բան եղել։ Մի տեսակ տարօրինակ ա, բայց ծանոթ զգացողությունը։ Ծանոթ։ Երեք խելքդ էր մաղում, այսօր սիրտդ է խառնում։ Մամ, ասում կարող է արագիլի մոմենտ կա։ Որ ինչ արագիլ։ Այսինքն կարող է հանկարծ մենք ունենանք ապերի կամ փուլիկ, բա։ Մամ։ Չէ, Սոնա, ոչ մի բան չկա։ Մենակ դուք ինձ մի նյարդայնացրեք։ Այս վիճակը երկարատև լարված նյարդային ապրումների հետևանք է։ Լավ բագոն է հաց կերել ես, մամա։ Չէ, չեմ էլ ուսում ուտեմ։
Մամ ջան, տենց չի լինի, գոնե մի բան պիտի ուտես։ Սանա, խնդրում եմ ինձ լավություն արա, որ ես հանգստանեմ, հա։ Ինձ մենակ թող։ Տեսեն գլխներիս ինչ է գալիս։ Դե գնա ասում է։ Որ բան պետք լինի զանգի։ Հա, Սանա, կկանչեմ։ Չէ, սա հնարավոր չի։ Սեթ, ես արդեն պատրաստ եմ։ Վիկա ջան, դուք եք դուրս գալիս։ Հա, մամ ջան, գնում ենք Աստղիկի համար հարսից գեստ ընտրելու։ Մարիամ, ես քեզ ասել եմ այսօր առավոտյան։ Չեմ հիշում։ Երևի մտքերը ուրիշ տեղ է սղել, Մարիամ։ Երեխեք ջան, ուզում եք ես ձեզ մեքենայով կիչացնեմ։ Չէ, պապ, դու գործերիդ նայի, մենք շատ պիտի պտտվենք, համ էլ արդեն տաքսի ենք կանչել, սպասում է։ Լավ, դե գնացինք։ Ամենասիրուն շորը կընտրես։ Դու աշխարհի ամենասիրուն հարսն ես լինելու։ Արագացրեք, Մարիամ, արագացրեք։ Տեսնում ես, չէ, Իզա ջան, մենակ քո խաթերը, որ այդ տափուկի ասածների ու արածների վրա աչք եմ փակում։ Բայց Նազիկը ոչ մի նենց բան չասեց կամ չարեց, ինչի վրա է դու աչք փակես։ Վայ, աղջիկ ջան, ինչ միամիտն ես դու։ Ախր Նազիկի ամեն խոսքի, ամեն տառի տակ ահավոր մեծ ենթատեքստ կա։ Ոչ մի ենթատեքստ էլ չկա, ուղղակի դու անդադ ինչ-որ բան ես փնտրում։ Վերցրու Իզա ջան։ Խմի բոլորս։ Ալո, հա Մարիամ ջան։ Տանն ենք, բա ուր ենք։ Վայ բարով գաս։ Դե սպասում ենք, արի։ Լավ, լավ։ Մարիամներ, ուզում ագա թորանը տեսնի։ Հա, ես չգիտեի, որ Մարիամին արդեն թողնում են մենակ տանից դուրս գա։ Իսկ ինչի պիտի չթողեին։ Դե որովհետև Մարիամը կարող է շրջապատին և հասարակությանը վտանգ ներկայացնել։ Նատաշ։ Բայց տյոթ Մարիամը հիմա շատ լավ է ու ոչ մի բանով մեզնից չի տարբերվում։ Լավ աղջիկ ջան, ես միայն դրա համար ուրախ եմ։ Ես հո չեմ ուզենա, որ իմ սիրելի թոռնիկի տատիկը վատ լինի։ Իզա, արախսու զանգում։ Նշանն է։ Արիլեք ярմատել եմ։ Ալո։ Իզա, ամեն ինչ պատրաստ է։ Վաղն առավոտյան պատրաստ կլինես։ Վաղն ենք փոխելու ազգանունը։ Հա, ձգելու իմաստ չկա։ Վաղն առավոտյան Սերգոն կգա քո հետևից։ Լավ, եղավ։ Վաղը առավոտը։ Ես հետդ կգամ։ Իզա ջան, Մարիամը այս մասին ոչինչ չգիտի։ Ես խնդրում եմ իր մոտ ոչ մի բան չասես, լավ բալես։ Չէ, չեմ ասում։ Չեմ հասկանում, բայց ինչի։ Դա ինչ մի թաքցնելու բան է, կամ միջև երբ պետք է թաքցնեք։ Ես չգիտեմ, բայց իր ընտանիքի անդամները, երբ հարկ կգտնեն իրեն ասել, թող այդ ժամանակ էլ ասեն, լավ։
Ասա։ Գալիս է քո մոտ։ Արդեն սեղ, հա։ Հա, նոր մտավ շենք։ Լավ։ Աստղ գիտես ինչ եմ մտածել։ Ինչ։ Աստղ դու շատ լավ ձայն ունես։ Հիշում եմ ոնց էր փոքր ժամանակ փակվում սենյակում ու երգում։ Ասում եմ կարող է հարսանիքին առնակի համար անակնկալ երգ պատրաստես։ Հիմա նման բաներ շատ են անում։ Վիկի, ես ասում եմ, որ չեմ ուզում ուշադրության կենտրոնում լինեմ, դու ասում ես, որ երգեմ։ Շատ մարդ է լինելու։ Դե առնակը որոշել է, որ իր աշխատանքային կոլեկտիվին, ծանոթներին, բարեկամներին, բոլորին կանչի Վիկ ջան։ Իսկ դու ոնց կուզեիր, որ լիներ։ Կուզեի, որ միայն ինչ շատ հարազատ ու մտերիմ մարդիկ լինեին, որ հանգիստ լինեի, որ հետևիցս ավելորդ խոսակցություններ չլինեին, բայց հրավիրվածներից համարյա 50%-ին չեմ ճանաչում։ Ինչ անեմ, առնակի ցանկությունն այդպես։ Արի ոչ մի բանի մասին մի մտածի, հա։ Հիմա կգնանք հարսանյաց սրահ, քեզ համար շատ սիրուն հարսից գես կընտրենք։ Ու կտեսնես, որ դրանից հետո արդեն դու կուզես, որ բոլորի ուշադրության կենտրոնում լինես։ Տղես։ Բարև, պապ։ Բարև, նստի։ Ոնց է եղել, որ առանց իմասելու եկել ես։ Այդ ճիշտ է, որ դու որոշել ես Ազատի երեխուն հայրություն ճանաչես։ Ով է քեզ այդ մասին ասել։ Սեթը։ Կարևոր չի։ Այդ ճիշտ է, թե չէ։ Փաստորեն լուրերն արդեն տեղ են հասել։ Փաստորեն ճիշտ է։ Ինչ որ խնդիր ես տեսնում դրա մեջ։ Դեմ ես։ Ես չեմ կարա դեմ լինեմ։ Ես դրա իրավունքը չունեմ։ Չէ տղես։ Դու քո կարծիքը հայտնելու իրավունք ունես ու քո կարծիքը ինձ համար շատ կարևոր է։ Բայց իմ համար կարևոր է նաև, որ թոռս իր ազգանունը կրի։ Երեխան Իզայի ազգանունն է կրում։ Ընդ որում Իզան էլ իր ազգանունը չի կրում, քանի որ որդեգրված է։ Պարզ է քո տրամաբանությունը։ Նշանակում է ես էլ պիտի հրաժարվեմ իմ ազգանունից։ Սեթն այդ հիմարությունը գլուխդ լցրել։ Չէ, ինքը կապ չունի։ Մի ստի Տիգրան։ Այդ մասին ինքն է ինձ ասել։ Ես չգիտեմ ինքը քեզ ինչ է ասել, բայց դու հենց նոր ինձ բարձ հասկացրեցիր, որ կարևորը արյունն է, արյունակցական կապը, որ մարդ պետք է կրի այն ազգանունը, որ իր նախապապերն են կրել։ Դու ինձ խալ հասկացար, ու քեզ մի խառնիր Իզայի դեպքի հետ։ Իզային որդեգրել ու պահել են, որովհետև դրա համար լավ վճար է։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ թոռը նման մարդկանց ազգանունը կրի։ Չեմ ուզում, որ թոռանը Սապորինի համար է։ Իսկ դու իմ տղեն ես։ Ես քեզ սիրել ու սիրում եմ հարազատ տղայիս պես։ Դու իմ կողմից երբեք օտարություն չես տեսել։ Լավ։ Մի կողմ դնենք ես մի քանի տարին, որը ոչ թե օտարության, այլ շոկային իրավիճակի դրսևորում էր։ Սեթը քեզանից պահանջում է, որ ազգանունդ փոխես։ Չի պահանջում, այլ ուզում է։ Ոնց որ դու ես ուզում, որ քո թոռը քո ազգանունը կրի։ Իսկ դու ինչ ես ուզում։ Այն ինչ որ ես ուզում եմ անեմ, ոչ մի կապ չունի քո հետ։ Եթե ես հիմա ասեմ, որ ուզում եմ իմ ազգանունը փոխեմ, քո մոտ ինչ կփոխվի։ Դրանով դու կհրաժարվես հենց սիրուց ու ջերմությունից, որ այսքան տարիներ ես տվել եմ քեզ։ Ես քեզանից ոչինչ չեմ պահանջում։ Ի տարբերություն Սեթի։ Բայց ինձ համար շատ կարևոր է, որ դու ինձ որպես հարազատ հայր ընդունես։ Ոնց որ ես եմ քեզ հարազատ տղայիս պես ընդունում։
Որոշել ես ազգանունդ փոխես։ Ես էլ չեմ կարող անեմ։ Ես ինձ քո տղեն եմ համարում։ Այդ նույնը կլինի, ոնց որ ես ինձ վերացնեմ։ Ես էլ չեմ ուզում։ Տղես։ Ես էլ չեմ կարող անեմ։ Ես վստահ եմ, որ քեզանից այդ պատասխանն եմ ստանալու։ Կներես բալես, տատան քեզ այսօր խոսքեր տվել, որ անպայման կգնանք մանգալու, բայց չենք կարող գնալ, այսօր են տատդ ա գալու, խելագար տատդ, հորական կողմից տատիդ բախտը հետ չբերեց բալես, չնայած այդ խելագարը ավելի լավ ա, քան թե նշանի քիթը ցցած փքված հնդուհավը։ Ահա Ես էլ երևի ինքն է, ճիշտ են ասում էլի, որ ասում են Շան անունը տուր փայտը վերցրու ձեռքդ։ Չնայած իրա դեպքում փայտն էլ չէր խանգարի։ Նազիկ! Նազիկ, չեք լսում, դուռը բացեք։ Արի բալիկս, արի գնանք մենք դուռը բացենք։ Արի ցավդ տանեմ։ Արի տատայի սիրուն տղա։ Հաջի գերս, հա, գնանք դուռը բացենք։ Իմ փոքրիկ Ազատ։ Բարև Մարիամ։ Բարև Նատաշ ջան։ Երեխուն տեսա ինձ կորցրեցի։ Արի մոտս փոքրիկս։ Չհասկացա Նատաշ։ Ինչ չհասկացար։ Արի գնանք ներս, երեխային կնստացնեմ բազմոցին, կսիրես։ Ես ուզում եմ իմ թորնիկին գրկել Նատաշ։ Ոչ, ես քո ձեռքը երեխա չեմ տա։ Ինչի ես գրկել չգիտեմ։ Մոռացել ես, որի տարբերություն քեզ ես 2 երեխա եմ մեծացրել Նատաշ։ Չէ, չեմ մոռացել, բայց նաև չեմ մոռացել, որ դու հիմա դեղեր ես ընդունում։ Իսկ այդ դեղեր ինչքան գիտեմ ես շշմեցնում են, ու ես չեմ ուզում, որ դու վերցնես երեխային և հանկարծակի գցես ցած։ Նատաշ, այս երեխան իմ թորնիկն է։ Մարիամ ջան, չգիտեի, որ եկել ես։ Ինչ է եղել։ Ինչի ես այստեղ կանգնել։ Եկեք ներս գնանք։ Բարև ծոց Մարիամ։ Բարև Իզա ջան։ Տուր ինձ մոտ երեխային։ Արի բալես, ոնց է կարոտել, ոնց է կարոտել։ Մարիամ ջան, եկեք ներս մտնենք, եկեք։ Սերգո, սակույն ասա թող մեքենան անընդհատ փոխի ու հեռավորություն պահպանի։ Չեմ ուզում Տիգրանի վստահությունը կորցնել։ Ազիվ հարաբերություններս կարգավորվում են։ Հիմա դու որտեղ ես։ Լավ, արի։ Ալո։ Ես դու ոնց որ լրիվ ընկերոջդ մասին մոռացել ես, հա։ Ոչ է այ ախպեր ոնց կարամ մոռանամ։ Պրոստը ես քանի օր ահավոր խառն եմ։ Գիտեմ։ Լավ, բա ոնց անենք, որ մի հատ հանդիպենք։ Լսի, ծեծ մերեմը մեր տանն է։ Դու կարող ես իր հետևից գաս։ Մաման հիմա տեղ է։ Հա։ Դու էլ ես տանը։ Հա։ Լավ, արդեն գալիս եմ։ Դե արի, լավ, սպասում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Մենք ուզում ենք մեր հարսիկի համար հարսի զգեստ ընտրել։
Իսկ արդեն որոշել եք ինչ ոճի մեջ եք ուզում։ Չէ։ Լավ, եկեք ինձ հետ, մենք հենց այսօր մի քանի նոր մոդելներ ենք ստացել։ Ալո, բժշկուհի, ես արդեն դուրս եմ գալիս, ահա դուք հիմա հիվանդանոցում եք, հա, գալիս եմ։ Ես դու արդեն լավ ես։ Հասուն է։ Ենքան լավ ես, որ տնից դուրս ես գալիս։ Հասուն է։ Կոնե կարելի է հարցնել ես գնում։ Հա, կարելի է։ Ընկերուհուս տուն եմ գնում։ Որ ընկերուհուդ։ Սոնա չես գում, որ շատ հարցեր ես տալիս։ Աննայի, պայմանավորված եմ ես արդեն ուշանում եմ։ Մահա, բայց կարա իր ասեիր ընկերուհիդ կարմեր տուն, բա որ նորից վատանաս։ Սոնա, եթե մի քիչ է շարունակես, ես հաստատ կվատանամ։ Հայրդ որ գա, չասես, որ դուրս եմ եկել։ Իմանա կբարկանա։ Սոնա, ես շատ չեմ ուշանում։ Հա, բայց ճիշտ էր կանի, որ բարկանա։ Համել ես այդ Աննային չեմ հիշում։ Նայր վելես, ես քո պապան է։ Դու շատ նման ես քո պապանի, շատ։ Բժշկուհի, ես այստեղ եմ արդեն։ Տիգրան, ուր են գնում։ Շատ կարևոր տեղ։ Տիգրան, Լիլիթն է եկել, ծանոթացեք։ Ընկերուհի դուր է։ Լիլիթը ընկերուհիս է։